Զոհասեղանի կրակը, այսօր ուզում եմ կրակի մասին խոսամ։ Զոհասեղանը կապ ունի ընտանիքի հետ եւ այսօր կապակցենք ոչ թե միայն մայրերի տոնի հետ, նաեւ տղամարկանց, մեր եղբայրների, սիրելներս, ամեն։ Թող Տերը փառավորվի։ Ընտանիքը կարևոր է, որ ունենա իր զոհասեղանը, սիրելներ։ Ընտանիքի զոհասեղանը Տերը թող աղոթքի զոհասեղանը նորոգի։ Ես կասեմ, որ միտքս ինչ է, ինչ եմ ուզում այսօր խոսամ, որ մենք պետք է ունենանք մեր աղոթքի զոհասեղանը, Փառքեր Հիսուսին։ Անցյալ մի քանի կիրակիները խոսում էինք կարևոր թեմայի շուրջ։ Եթե հիշում եք, մենք խոսացինք, որ Մովսեսին Աստված կանչեց, նա բարձրացավ լեռը եւ այդ լեռան վրա Աստված ասեց Մովսես, քո կանգնած տեղը սուրբ է։ Այդ հողը, որտեղ որ ոտքը դրել ես, դա սուրբ է։ Սիրելներ, անցյալ կիրակի մենք խոսացինք օծության մասին, որ մենք Տիրոջ օծությունը ընդունում ենք մեր կյանքի մեջ, ամեն։ Մենք Տիրոջ օծությունը, Սուրբ Հոգու օծությունը պետք է գործի մեր կյանքի մեջ։ Ավտոմեքենատ կարաս առանց յուղի քշես, ինչքան կարա գնա, չի գնա։ Ինչքան էլ լավ լինի, լավ բրենդ, Mercedes, չգիտեմ ինչ լինի, երկար չի կարա գոյատևի։ Հավատացյալ առանց Սուրբ Հոգու ներկայության, առանց Սուրբ Հոգու հետ հաղորդակցության չի կարող, սիրելներս, երկար հարատև կյանք ունենա, ամեն։ Այսօր կխոսանք մաշող կրակի մասին, Սուրբ Հոգու կրակի մասին, արթնացնող կրակի մասին, որը որ կապված է աղոթքի հետ։ Ղևտացիների 6:12-ի մեջ շատ հետաքրքիր խոսք է գրված։ Տերը պատվիրում է Մովսեսին եւ ասում է. զոհասեղանի վրա կրակը միշտ վառված պիտի մնա, չպիտի հանգչի։ Խնդրում եմ ասա, զոհասեղանի վրայի կրակը միշտ վառված պետք է մնա, սա հրաման է, պատվեր է եւ չպետք է հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա եղբայրներս փայտ պետք է վառի, Փառքեր Հիսուսին, դրա վրա փայտ պետք է վառի։ Դրա վրա շարի ողջակեզը եւ դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը, ամեն սիրելներ, Փառքեր Հիսուսին։ Կրակը միշտ վառված պիտի մնա զոհասեղանի վրա եւ նորից ասում չպիտի հանգչի։ Սա Ղևտացիների 6-րդ գլուխն էր։ Ղևտացիների 9-ի մեջ Մովսեսը ասում է, Մովսեսն ու Արոնը մտան ժողովի վրանը, այսօր այդ ժողովի վրանը եկեղեցին է, որ մտել ենք, եւ նաեւ ժողովի վրանը կարանք ասենք, որ դուք Սուրբ Հոգու տաճարն եք եւ Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ, ասա ամեն։ Հալելույա։ Եվ Մովսեսն ու Արոնը մտան ժողովի վրանը եւ դուրս գալով օրհնեցին ժողովրդին։ Այսօր որ դուրս գնաք, սիրելի հայրեր, օրհնեք ձեր կանանց, ամեն։ Օրհնեք ձեր կանանցը, տղաներ, աղջիկներ, օրհնեք ձեր մայրերին, այս վրանից որ դուրս գաք, Փառքեր Հիսուսին, Տերը թող փառավորվի։ Եվ ասում է, երբ որ դուրս եկան, ժողովրդին օրհնեցին, Տիրոջ առջևից կրակը դուրս եկավ եւ այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այդ աղաղակեց եւ ընկավ երեսի վրա եւ թող եկեղեցին ասի ամեն։ Հալելույա։ Սա հիմքն էր Աստվածաշնչի մեջ, որ Սուրբ Հոգին իր ներկայությամբ ոնց է գործելու, թե ոչ միայն 5 տակարանում ոնց գործեց, ոնց է գործելու իր եկեղեցում, սիրելներ, ամեն, Փառքեր Հիսուսին։ Աստված հիմնավորեց զոհասեղանը պետք է ունենա կրակ, սիրելներ։ Տեսեք, զոհասեղանի վրա ասում է փայտը բերեք եւ այդ փայտերը ասում է զոհասեղանի կրակի վրա դրեք։ Ես այսօր այդ զոհասեղանի վրայի փայտերը կանվանեմ ձեր հոգսերը։ Բերեք այդ ձեր հոգսերը, կարիքները, այն ինչ որ ձեր կյանքում, ինչ որ մի բան կա, դրեք կրակի վրա թող վառվի, սիրելներ, ամեն։ Այս մոտ կես ժամից ավել մենք պաշտամունքը երկրպագում էինք, զոհասեղանի կրակի վրա ոչ միայն զոհն էր կարևոր, զոհը, զոհասեղանը, փայտերը պետք է բերենք, մեր հոգսերը, սիրելներ, դնենք զոհասեղանի վրա։ Իսրայել ազգը եկավ մի խնդիր ունեցավ 5 տակարանում, ժողովուրդը Աստծուց հեռու էր գնացել, քայլել, նրանք թողել էին Աստծուն, օտար աստվածների են պաշտում Բել անունով, սիրելներ, պատկերացրեք այս Բելը մի աստված էր, մետաղից պատրաստված, ասում են, որ 20-ից 25 մետր բարձրությամբ այսպես մի կուռք է եղել, եւ այդ կուռքի ձեռքերի տակ կրակը վառում էին, եւ այդ կուռքի իր ձեռքերը այսպես պարզած այդ
ձեռքերի վրա, այդ այրված, այդ կարմիր, այդ երկաթե ձեռքերի վրա պատկերացրեք Իսրայելի զավակները, Իսրայելը բերում էր իրենց առաջնեկին, դնում էին այդ տաք կուրքի ձեռքերի վրա, որպես ողջակես։ Հասկանում եք։ Ասում է սա այն ազգն է, որ նա գիտեր Ղևտացիների 6-ի զոհասեղանը, նա գիտեր ինչ Աստված պահանջում, Աստված ձեր որդիներին, ձեր աղջիկներին չի ուզում։ Աբրամին ասեց, Իսահակին էլ չպետք է կպնես, զոհը արդեն պատրաստ է։ Զոհին որդին է։ Ամեն։ Ինչ կատարվեց այս ազգի հետ եւ ասում է բերում են եւ ողջակեզ էին անում, սիրելներ։ Եղիան սատեսնելով Եղիայի կյանքը տակն ու վրա էր լինում։ Նա չէր կարում ընդունել այս իրականությունը։ Երբ որ Աստծո կրակը քո մեջն է, իմացիր, մեջդ միշտ տակն ու վրա բաներ է ստենալու կյանքում եւ Աստված ասելու այդ փայտերը հավաքի, այդ քարերը բեր, այդ հոգսերը բեր, նորից զոհասեղանը կառուցի։ Սա կատարվեց Եղիայի կյանքի մեջ, սիրելներ։ Նա կանչեց Իսրայելի զավակներին, ես չեմ ուզում երկար պատմեմ այդ պատմությունը, դու կարա կարդաք 3-րդ Թագավորաց 18-ի մեջ։ Նա խոսած մի կարևոր պատմության մասին, շատ կարևոր այս պատմությունը։ Ու Եղիան խոսում էր, ժողովրդին ուզում էր հավաքել, որ նորից Տիրոջ ներկայության մեջ բերեր, սիրելներ, որ նրանք թողեն բաղամին եւ գան Աստծո ներկայության մեջ։ Եվ ասում է, եւ ամենաառաջի բանը գիտեք Եղիան ինչ արեց։ Եղիան ասում է գնաց Իսրայելի ցեղերի հաշվով 12 քարեր վերցրեց։ Զոհասեղան չկար, քանդված էր։ Սիրելի մայրեր, սիրելի ծնողներ, ունեք զոհասեղան, altar ձեր կյանքում։ Այդ տեղը շատ կարևոր բան եմ ասում։ Նա 12 քարերը վերցրեց, հավաքեց, 12 քարերի վրա դրեց զոհը եւ այդ զոհի վրա լիքը ջուր լցրեց, փայտերը բերեց դրեց, հողի վրա այդ ամեն բան կառուցեց, ամեն բան արեց, բայց մի բան պակաս էր կրակը։ Ինչպես կընդունեիք, եթե Հիսուսը մեռելներից հարություն առներ, համբարձվեր երկինք, բայց Սուրբ Հոգին չուղարկեր կրակը։ Ինչ հաջողություն կունենար եկեղեցին։ Այո, զոհը կա, բայց կրակն է պետք, Սուրբ Հոգու, արթնությունն է պետք եկեղեցու մեջ, ամեն սիրելներ։ Եվ հետաքրքիր է 3-րդ Թագավորաց 18:38-ի մեջ ասում է, եւ Տիրոջ կրակն իջավ։ Եղիան շատ կարճ աղոտ կարեց մի քանի բառ եւ ասում է, Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց 5 կարևոր բան տեսեք։ Ողջակեզը, փայտերը, քարերը, հողը, փոսի միջի ջուրն էլ լափեց, հալելույա, փառքեր Հիսուսին, հալելույա։ Այսօր ասա Տեր, կլանիր Տեր Աստված այս հողը։ Մենք հող ենք, սիրելներ, Աստծո հոգին բնակվում է մեր մեջ։ Ասա սիրելի Սուրբ Հոգի, իմ կյանքի մեջ ինչ որ կա, իմ կյանքի ամեն մի մասնիկը, ամեն մի բանը այրիր քո հոգովը Տեր Աստված։ Ամեն վախերս, ամեն մի անապահովություններս, ամեն սարսափներս, հիվանդություններս, խնդիրս, չփրկված որդիները ինչ հոգսեր ունես, չգիտեմ ինչ հոգսեր ունես կյանքիդ մեջ, ասա Սուրբ Հոգի Աստված, կրակովդ կլանիր ինձ հենց հիմա։ Հալելույա։ Բայց նախքան կրակը իջնի, պետք է զոհասեղանը պատրաստես։ Կրակը չեր իջնի, եթե Եղիան զոհասեղանը չպատրաստեր։ Սրբությունը պահանջում է պատրաստականություն։ Այս խոսքը հիշեք։ Մենք միանգամից Մովսեսի կյանքը կարդացինք, որ նա միանգամից ուղղակի այնպես չէր, բարձրացավ, Աստված պատրաստեց նրան, կոշիկներդ հանիր։ Ես քեզ պատրաստում եմ մեծ գործերի համար։ Մովսես, հալելույա, փառքեր Հիսուսին, կրակը իջավ ներքև։ Եվ ասում է, Աստծո կրակը ամեն բան ասում է կլանեց իր մեջ, եւ Իսրայելի որդների կյանքի մեջ եկավ արթնություն։ Ղուկաս 12:49-ի մեջ մեր Տերը խոսում է այս մտքի շուրջ եւ սա է ասում. Ես եկա որ կրակ գցեմ երկրի վրա, որ կրակի մասին էր խոսում, եւ ինչքան եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի այդ կրակը։ Տերն ասում է, լսեք, 1.5 տարի է մնացել եւ ծառայեմ, նա 3.5 տարի ծառայեց երկրի վրա, շատ քիչ է մնացել, քիչ ժամանակ հետո ես պետք է մահանամ, մեռելներից հարություն պետք է առնեմ, եւ Պենտեկոստեի օրը այդ կրակը իջնելու է եկեղեցու վրա, եւ դուք լինելու եք իմ վկաները,
Փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Փառք Հիսուսին Աստծո կրակի համար։ Տեր ասում է, ինչքան եմ սպասում, որ այդ կրակը գա, ինչքան եք սպասում այդ կրակին։ Ինչքան եք սպասում։ Ինչքան որ սպասում ես, այդքան լցվելու ես, հավատա։ Աստված միշտ իրականություն, Աստված միշտ գալիս է հպվում է քո սպասումներին։ Ինչքան ես սպասում, ինչքան ես տեղ բացել Տիրոջ համար, ինչքան ես զոհասեղանը պատրաստել, կառուցել, Քրիստոս զոհը հիշել, դրել, այդ զոհասեղանի վրա կրակը կիջնի, քո օքսերի վրա, քո փայտերի վրա, փառքեր Հիսուսին։ Կրակը միշտ վառված պիտի մնա զոհասեղանի վրա եւ չպիտի հանգչի։ Պողոս առաքյալը ասում է Սուրբ Հոգու կրակը մի մարեք սիրելներ, առաջի Թեսաղոնիկեցիների 5:19։ Սուրբ Հոգու կրակը երբ որ մարում է քրիստոնյայի մեջ, քրիստոնյան դառնում է ուղակի կրոնավոր։ Մենք եթե ուզենանք մի թեմայի շուրջ խոսանք, մենք կրոնավոր թեմաների շուրջ ենք խոսալու։ Կունենանք աստվածապաշտության տեսք, բայց ոչ զորությունը, սիրելներ, ամեն։ Կրակն է, որ մեզ շարժում է, կրակն է, որ մեր կյանքի մեջ բերում է արթնություն։ Ինչպես զոհասեղանի կրակը պետք է անընդհատ վառ մնար, այնպես էլ սուրբերի աղոթքը։ Աստծո կրակը զոհասեղանի հենց քո աղոթքը, երբ որ դու աղոթում ես, դա զոհասեղանի կրակն է, սիրելիս։ Ամեն։ Դրա համար երկրպագության մեջ աղոթեք եւ արձակեք ձեզ Տիրոջ ներկայության մեջ։ 4 կարևոր միտք եմ խոսալու Աստծո կրակի մասին եւ աղոթքի մասին այսօր։ Եվ ամենավերջում նորից երկրպագելու ենք հենց այս երկրպագությունը, թող քո կրակը իջնի Տեր, ամեն։ Թող քո կրակը իջնի Տեր մեր մայրերի վրա, մեր հայրերի վրա, մեր ընտանիքների վրա։ Թող քո կրակը իջնի իմ տան մեջ մենք ես ու կինս ու 3 երեխա, մայրս, ես կարամ ասեմ 5 քար ունենք։ Այդ 5 քարերը ես միացնելու եմ այս ծառայության վերջում եւ Քրիստոս զոհը եւ Սուրբ Հոգու կրակը ասելու եմ իջիր իմ ընտանիքի մեջ, Տեր Աստված, ամեն սիրելներ։ Եվ ամեն մեկը, այո, փառքեր Հիսուսին։ Ու ամեն մեկը ձեր մտքի մեջ հիմա հաշվեք, ձեր ընտանիքի անդամները այդ քարերը հավաքեք եւ Քրիստոս զոհը հիշեք եւ ասա Սուրբ Հոգի քո կրակը թող իջնի իմ ընտանիքի մեջ, փառքեր Հիսուսին։ Ամենաառաջի կարևոր բանը աղոթքը պետք է լինի առաջնահերթություն քրիստոնյայի կյանքի մեջ։ Աղոթքը պետք է լինի ամենաառաջի բանը, սիրելիս։ Եվ շատերը ասում են ոնց աղոթեմ, նոր եմ հապաշխարել, նոր ասում եմ բացի Սաղմոսը կարդա ու աղոթի այդ խոսքը։ Ամենահեշտ բանը, սիրելիս։ Գիտեք, աղոթքը առաջնահերթություն էր սուրբերի կյանքի մեջ 5 տակարանում։ Առաջի Թագավորաց 12:23-ի մեջ Սամվելը հասկացել էր աղոթքի իմաստը։ Նա ասաց, բայց ես քավլեցի, որ մեղ գործեմ Տիրոջ դեմ դադարելով ձեզ համար աղոթք չանելուց։ Երբ որ չես աղոթում, սիրելիս, զոհասեղանիդ կրակը մարում է եւ կյանքիդ մեջ գալիս են օտար բաներ։ Այդ օտար բաները բեր Տիրոջը։ Տիրոջ զոհասեղանի վրա թող վառվի, այդ փայտերը թող վառվեն, սիրելներ, ամեն։ Սամվել մարգարեն ասում է նրա կյանքի մեջ առաջնահերթություն էր, որ նա պետք է աղոթեր ամեն օր, երբ նրա աչքերը բացվում էր, աղոթելու էր Դավիթի համար, երկրի թագավորի համար, աղոթելու էր իր ընտանիքի, իր զավակներ, աղոթելու էր այն կարիքների համար, որ Տերը ամենաառաջնային բանը, տեսեք մեր կյանքի մեջ, սիրելներ, մենք ունենք schedule, չէ՞։ Մենք որ գալիս ենք աշխատանքի, արդեն մեզ ասում են մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է այս ժամից այս ժամը սա անենք, 8 ժամ գնում ենք աշխատանքի, ամեն մեկիս կյանքը տարբեր ձև է, ու չենք ասում, չէ, որովհետև գիտենք դա առաջնահերթություն է, այդտեղ որ աշխատում ենք։ Ամենակարևոր բանը, քո ամենալավը, քո ամենաթանկը, երբ որ արտանում ես առավոտյան, քո արարչից գոհություն տուր, ասա փառք ես Տեր Աստված։ Փառք ես Տեր Աստված, այս զոհասեղանի իմ տան ընտանիքի անդամների համար թող այդ կրակը բորբոքվի առավոտյան։ Քո զոհասեղանի կրակը բորբոքիր առավոտյան, սիրելիս, ամեն, երբ աչքերդ բացում ես, փառքեր Հիսուսին։ Ես մի քանի անգամ պատմել եմ իմ միսիայի ճանապարհորդության մասին։ Քանի անգամ երբ որ գնացել եմ միսիայի, մի առելի հոգնածություն ա վրես իջնում։ Ուղղակի լարվածությունը, գնալը, այդ
ինչ որ կատարվում է, ճանապարհորդություն, շատ, գիտեք, մեր ծրագիրը շատ լարված է միսիայի։ Մենք առավոտը 7-ին արթնանում ենք, գիշերը 11-ին գնում ենք ու պաշտամունք ենք անում, քնում ենք նորից էլի առավոտը այսպիսի մի ծրագիր է։ Եվ հետաքրքիր այդ ծրագրի մեջ ամեն մեկս պետք է ունենանք մեր աղոթքի ժամը։ Բոլորը պետք է իրենց աղոթքի ժամ ունենան։ Ես Թուրքիայի դեպքը պատմել եմ, որ գնում ենք, քանի անգամ գնացել ենք Թուրքիա, մեզ տալիս էին գրում էին ժամերը, որ ով աղոթելու որ ժամից որ ժամը Թուրքիայում։ Եվ երեկոյան 11-ից մինչև առավոտյան 6-ը պետք է կրակը չմարի։ 2-3 հոգի միասին պետք է աղոթեն։ Եվ ամեն մեկը դեմա ով կուզի ժամը 3-ին ելնի, գիշերը 4-ին ելնի, գրում ենք ժամերը, խառնում ենք այսենց մի ափսեի մեջ ու վերցնում ենք, հանում ենք։ Իմ ժամը ընկավ ժամը գիշերվա 3-ն էր, ինչքան հիշում եմ, այն լավ քնելու ժամն էր։ Ու աչքերս փակվում էր, այդ ժամանակը ծանրացել էր ու չէի ուզում արթնանամ։ Առաջի անգամ չգնացի։ Ու 2 կորեացիները հավատարիմ քույրեր էին, նրանք աղոթքի մարդին գնացին, աղոթում են, աղոթում։ Սուրբ ոգին ասում է Արմեն, գնա կրակը մի մարիս, գնա բորբոքիր կրակը, գնա։ Ասեցի սիրելի Սուրբ ոգի, վաղ այդ փայտերը կդնեմ։ Այո, փայտերը դեռ կան, բայց վաղը կվառեմ այդ փայտերը, կրակի զոհի վրա։ Եվ հետաքրքիր է, երկրորդ օրը որ եկավ, նորից էլի թուղթը խառնում ենք, այս անգամ ընկավ ժամը 4:30 այդ կոմերը։ Էլի ուզում էի, որ արդեն այդ ժամին է սենց քնեմ, մեկ է Սուրբ ոգին արթնացրեց։ Առավոտյան ժամը 5-ի կոմերն էր, մի կես ժամ արդեն չէի գնացել, գիտեք ոնց արթնացրեց։ Լսեցի, որ մսկիթի ձայնը, այդ օտար կրակի ձայնը իմ ձայնից ավելի շուտ այդ օտար Աստծուն պաշտեց Բաղամի Աստծուն։ Ու Սուրբ ոգին այդ ժամը խոսաց հետս։ Ոնց որ Պետրոսի հետ Աստված խոսաց ակաղաղի միջոցով մի քանի անգամ, այդ ձայնը Սուրբ ոգին ասեց Արմեն, դու գիտես որտեղ ես։ Ասեցի Թուրքիայում եմ Տեր։ Լսում ես այդ ձայնը։ Նրանք օրը 5 անգամ ժամ ունեն, պատարագ ունեն։ Նրանք չեն դադարելու մի Աստծու աղոթեն, որին չեն ճանաչում, որը գոյություն չունի։ Այդ Աստվածը չկա, բայց ունեն առաջնահերթություն ու ժամանակ այդ ինչ որ մի Աստծու, հասկանում եք։ Մենք շատ ժամանակ կարդում ենք Իսրայելի պատմությունը, ասում ենք, որ ոնց են Բաղամի ձեռքերի տակ երրը այտենց ձեռքերի մեջ դրել այդ երեխաներին ու ողջակեզ արել, օտար Աստված բան, ոնց են կուրքերի պաշտել։ Եվ Աստված այդ ժամանակ իմ հետ խոսաց ու ասեց լսի, այդպես են արել։ Որտև օտար Աստվածների ձայները ձեր ձայներից ավելի շուտ է բարձրանում, սիրելներ։ Եկեք ամենալավ ժամանակը տանք Աստծուն։ Գիտեք, ժամանակների մեջ Աստված անում է հրաշքներ։ Ժամանակների մեջ Աստված անում իր հրաշքները։ Հիմա տեսեք։ Աղոթող ընտանիքը պետք է ունենա ժամանակ։ Պետք է ունենաս հատուկ ժամանակ ընտրած Տիրոջ համար։ Աստված երբ որ խոսում էր իր սուրբերի հետ, նախքան նրանց լեռը բարձրանալը, միտեղ գնալը, նրանք գիտեին իրենց ժամանակն է հանդիպման։ Նրանք գիտեին ժամանակը, որ Տերը այդ ժամին լինելու է այնտեղ իրենցից առաջ։ Սիրելի քույրս, եղբայրս։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա ողջակեզ պետք է անի։ Երբ ամեն առավոտ։ Ինչու առավոտյան։ Սիրելներ, Ծննդոց 3-րդ գլուխը երբ որ կարդաք, շատ հետաքրքիր է։ Ծննդոց 3-րդ գլխի մեջ Ադամն ու Եվան մեղանչեցին, գիտենք այդ պատմությունը։ Բայց երբ որ մեղանչեցին, խոսքն ասում է, Աստված ասում է, եւ Տեր Աստված ասում է, եկավ պարտեզի մեջ քայլում էր, եւ Տեր Աստծո ձայնը լսեցին Ադամն ու Եվան։ Լսեք, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու Եվան ունեին հանդիպման ժամ Աստծո հետ։ Ամեն օր այդ ժամին նրանք գիտեին Տերը գալու է, նրանք խոսալու են, նրանք Տիրոջ ներկայության մեջ էին լինելու, ամեն։ Բայց այս անգամ Տերը այնպես չէր, որ ասեց, վայ Ադամ եւ այս ինչ արեցիք, չեմ գալու, նորից եկավ։ Նրա գութը, նրա սերը, նրա ողորմությունը շարժվեց, նա նորից եկավ այդ քաոսի մեջ, սիրելներ, ամեն։
Եվ այս ժամանակ Աստված երբ որ եկավ ասաց. Ադամ ուր ես, Ադամ ուր ես։ Եվ այդ ժամանակ սիրելիս հիշի ինչ արեց Աստված։ Այդ նախատեսված ժամանակի մեջ այս անգամ եղավ Եդեմի պարտեզում առաջի զոհը։ Եվ սա հիմք էր Ղևտացիների համար հիմքը տակարանում, որ նրանք այս նույն կարգ ու կանոնը պետք է պահեին։ Առավոտյան զոհը, ողջակեզը, փայտերը պետք է հավաքեին, Աստծո կրակը պետք է իջներ, եւ Աստված նորից Ադամի մերկությունը պետք է ծածկեր։ Ամեն սիրելիս, սա եղավ հիմք, եւ Քրիստոսը մեր մերկությունը արդեն ծածկել է, ամեն։ Մենք Աստծուց հեռու ենք, մենք աշխարհի մեջ ենք, բայց Աստծո շնորհը եկավ, երևաց մեզ, եւ Քրիստոս զոհ եղավ մեզ ծածկոց, սիրելներ, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Առավոտյան, դրա համար երբ որ կարդում ենք Աստծո խոսքը, շատ տեղեր ենք հանդիպում ժամանակի հետ կապված, որ մարդիկ աղոթում էին Աստծուն զոհի ժամանակ, այս աղոթն էին բարձրացնում։ Հոբ 1:5 ասում է, Հոբը առավոտվանից վեր էր կենում եւ նրանց բոլորի թվով, իր զավակների բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում։ Ամեն առավոտ նա աղոթում էր իր երեխաների համար, Հոբը։ Պատկերացնում եք, նա ուներ իր զոհասեղանը, զոհ էր մատուցում։ Որտեղից էր Հոբին եկել այս միտքը։ Հոբը եղել է Աբրահամի ժամանակաշրջանում մի մարդ, բայց նա լսել է, որ Եդեմի պարտեզում Աստված զոհ արեց, Աստված իջավ, Աստված լսում է, Աստված կատարում է, Աստված ժամանակների մեջ անում է հրաշք, սիրելներ, ամեն։ Եվ ասում է, որն էր Հոբի խոսքը, գուցե որդներս մեղանչել են։ Հոգսեր ունեք, թե չէ, սիրելներ։ Այդ փայտերը մի պահեք, դրեք կրակի վրա։ Հոբը դա էր անում։ Հոբը ամեն անգամ տեսնում էր իր տղաների ապրած կյանքը եւ գիտեր ոնց են ապրում։ Իր աղջիկներ, տղաներ գիտեր ոնց են ապրում։ Նա տենում էր, բայց չափահաս էին, դու չես կարա, փոքր երեխուն կարաս ասես նստի, կանգնի, գնա, արի, չափահաս են նրանք, արդեն կայացած տղամարդ եւ աղջիկներ, հասկանում եք։ Նա ասում էր, ես միայն կարամ ինչ որ տենում եմ այդ փայտերը վերցնեմ եւ բերեմ դնեմ Քրիստոս զոհասեղանի վրա։ Եվ ասեմ, Տեր, կրակը իջացրա, Տեր։ Հանդիպիր իմ ընտանիքին, սիրելի մայրեր, փառքեր Հիսուսին։ Ինչու է ժամանակը կարևոր աղոթքի համար։ Հատկապես ժամանակ, որ ընտրում ես, ամեն օր այս ժամին դու Տիրոջն ես սպասելու, ամեն, ժամանակը կարևոր է։ Աստվածաշնչի մեծագույն հրաշքներից շատերը տեղի ունեցան աղոթքի ժամերին։ Գրում է Աստծո խոսքը 3-րդ ժամին, որը որ առավոտյան ժամը 9-ին էր, եւ 9-րդ ժամին, որը որ երեկոյան, կարանք ասենք ժամը 3-ին էր։ Այդ ժամ տենց էին ասում նոր կտակարանում։ Առավոտյան 9-ին եւ ժամը 3-ին տաճարում կատարում էին զոհաբերություն։ Իսրայելը օրվա մեջ 2 անգամ զոհաբերություն էր անում։ Նրանք վերցնում էին զոհը քահանաները եւ ամեն զոհի ժամանակ աղոթք էին անում։ Հիսուսին խաչը հանեցին երբ առավոտյան ժամը 9-ին եւ նա մնաց խաչի վրա 5 ժամ, սիրելներ։ Հոգին ավանդեց ժամը 3-ի զոհի ժամանակ։ Զոհը բարձրացրեցին խաչի վրա ժամը առավոտի 9-ին եւ ժամը 3-ին ասեց Էլի լամա լամա սաբակթանի եւ մեր Տերը եղավ վերջի ողջակեզը եւ զոհը խաչի վրա։ Փառքեր Հիսուսին։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Սուրբերը հասկացել էին այս կարևորությունը։ Եկեղեցին նույնիսկ հասկացել էր այս կարևորությունը, ինչքան կարևոր է, որ նրանք պահեն աղոթքի ժամի կարգ ու կանոնը, սիրելներ, փառքեր Հիսուսին։ Դանիել մարգարեն ասում է 9:21-ի մեջ, եւ մինչ ես աղոթում էի երեկոյան զոհի ժամանակ, պատասխան եկավ իրան։ Իմացիր, քո աղոթքի ընտրած ժամանակի մեջ Աստված պատասխանելու է քեզ։ Աստված խոսալու է քո հետ։ Աստված ընդունելու է քո զոհը։ Սուրբ Հոգու կրակը գալու է եւ արթնացնելու է այն բաները, որ մեր կյանքի մեջ ուղակի փակ է եղել, սիրելներ, ամեն։ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ օրվա որ ժամին, 3-րդ ժամին, սիրելներ։ Երբ իջավ 3-րդ ժամին, նրանք սպասում էին, 10 օր պատրաստվել էին, սպասում էին, մեկ էլ Պենտեկոստեի օրը նրանք ունեին
ժամ աղոթքի, որտեղ նրանք գիտեին տաճարում քահանաները կրկին մի զոհ են անում, որ այդ զոհը արդեն վերջացել է։ Բայց այս անգամ նրանք էլ իրենց երեսը, իրենց մարմինը չէին թեքում դեպի տաճարը, դեպի այդ ժամանակավոր զոհը, մեկ օրվա զոհը, նրանք իրենց գլուխները բարձրացրեցին առավոտյան ժամը 9-ին դեպի երկինքը, երկինքը բացվեց, Աստծո օգին իջավ, Պենտեկոստեի օրը խոսամ այդ կրակի մասին, այդ հոգու մասին, այդ ձայնի մասին, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելի եկեղեցի։ Եվ Պենտեկոստեի օրը այդ ընտրած ժամանակին, այդ պահին Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը, հիշում եք, գնացին տաճարից դուրս, գործ կառաքելոց 3-ը տաճարի դռան առաջով էր նստած մի կաղ մարդ։ Երբ էր այդ ժամը, սիրելներ, նրանք ասма նրան բժշկեցին 9-րդ ժամին կրկին։ Այս անգամ նրանք որոշում են վերնատնից գնան դեպի տաճարը եւ տաճարում աղոթեն։ Այնտեղ էլ կվկայեն մի քանի մարկանց Հիսուսի մասին։ Եվ այդ 9-րդ ժամին նորից Աստված իջավ։ Ժամերի մասին շատ կարևոր բաներ կա գրված Նոր Կտակարանում։ Կորնելոսի տան փրկությունը երբ եղավ, հիշում եք։ Օրվա 9-րդ ժամին, էլի նշում է գործ կառաքելոցը, օրվա 9-րդ ժամին ասма, մոտ ասма տեսիլքի մեջ ասma, հայտնապես տեսավ Աստծո հրեշտակին, որը մտնելով իր մոտ ասեց, ասա Կորնելոս։ Ժամ ընտրիր Տիրոջ համար, սիրելիս, փորձիր ժամ ընտրես Տիրոջ համար։ Եվ զոհասեղանդ, փայտերդ հավաքիր այդ ժամը եւ Տեր ասա, Տեր, այս ամեն բաները տալիս եմ քեզ, որպեսի դու այրես կրակովդ։ Հաջորդ օրը Աստված, տեսեք, դա Կորնելոսի հետ էր։ Հաջորդ օրը ասма, երբ նրանք ճանապարհին էին Պետրոսը եւ մոտենում էին քաղաքին, Պետրոսը 6-րդ ժամի մոտ ասма բարձրացավ տանիք աղոթելու։ 6-րդ ժամին ասма բարձրացավ տանիքում աղոթելու, սիրելներ։ Նրանք հասկացել էին, որ պետք է Աստծուն ժամ տան աղոթքի։ Իմ ասածս նա չի, որ առավոտը հենց ուղիղ 9-ին աղոթեք կամ ժամը 3-ին աղոթեք։ Մուսուլմանները օրը 5 անգամ նրանց վրա ժամ ու պարտականություն ա դրված աղոթքի։ Նրանք պետք է առավոտ ամենաշուտ հելնեն, առաջինը 5-ին հելնեն, աղոթեն, հետո տենց օրվա մեջ 5 անգամ պարտականություն ա։ Բայց մեր կյանքի մեջ հարաբերություն ա։ Սուրբ Հոգին ասում է այսօր, սիրելի մայրեր, ընտրեք ժամ։ Ես հիշում եմ ծննդյանս օրը մայրս եկավ, ասեց ծնունդը շնորհավոր, ձեռը միշտ ծրար ա տալի ինձի, մի բան ծրարի մեջ դրած, այդ պահը չուներ, ասեց վայ ծրարը բան ասի պեչի։ Հիշում ես մամ, ասեցի քո աղոթն ա ինձ պետք։ Ամեն։ Քո աղոթքը, սիրելի մայրեր, աղոթեք ձեր որդիների համար։ Ընտրեք հատուկ ժամ ու աղոթեք ձեր որդիների համար։ Ես մի օր Pastor Francis-ին կկանչեմ, ինքս տե կքարոզի, որ իր մայրը ասում է ամեն օր իր ամբողջ կյանքի մեջ 50 տարիներից ավել նա ուներ մի ժուրնալ եւ ժուրնալի մեջ թորների, ծորների ամեն մեկի անունները գրված, գրել է ու ասում է ժամը 12-ից մինչև 3-ը ամեն օր աղոթել, ասում է եթե մենք զանգեինք ոչ հեռախոս էր վերցնում, ոչ մի բան, նա արդեն գիտեինք, որ նա աղոթքի մեջ է։ Եվ նա ասում է մեկ զոհասեղաններ կառուցում, քարերներ վերցնում, եթե լսում էր մի թոր, մի աղջիկ, մի տղա, աշխարհ, ինչ որ մի բան, նա վերցնում էր այդ փայտերը, դնում էր կրակի վրա եւ ասում էր թող այս կրակը ավել բորբոքվի։ Ինչքան շատ փայտեր դնեք, ավելի մեծ կրակ եք տեսնելու, սիրելներ։ Այո, շատ ժամանակ հոգսերը հաճելի չի, երբ որ տեսնում ենք հոգս, փորձություն ու սիստեմատիկ է լինում, դա ընդունեք որպես փայտ կրակի վրա։ Դա ընդունեք, որ դա առիթ է լինելու, որ Աստված բորբոքի ձեր կրակը, ձեր տաճարի մեջ, սիրելներ, ամեն։ Փառքերը մեր Տեր Հիսուսին։ Ամենակարևոր բանը ընտրեք ժամանակ։ Աղոթքը առաջնահերթություն է եւ աղոթքը պահանջում է ժամանակ։ Եվ երրորդը դու պետք է ունենաս աղոթքի վայր։ Պետք է ունենաս ընտրած տեղ պետք է ունենաս։ Ամեն մեկիս կյանքում տարբեր է աղոթքի տեղը, սիրելներ։ Մի տեղ, որտեղ ամեն օր կհանդիպես Աստծուն։ Դու գիտես այդ տեղը մի ուրիշ մի տեղ է, սիրելներ, ամեն։ Մի տեղ, որտեղ կթափես սիրտդ նրա առաջ, կխոստովանես, կբացես, կյանքդ կպատմես Աստծուն, սիրտդ կբացես հենց այդ ժամանակի մեջ, առաջնահերթություն Աստված է, այդ վայրի մեջ։
Ես ունեմ իմ ընտրած վայրը։ Մի գետ կա, շատ ժամանակ մենք գնացել ենք այնտեղ աղոթք ենք արել։ Երբ որ առանձնանում եմ, գնում եմ, բարձրանում եմ այդտեղ առանձին մի ուրիշ մի բան եմ զգում։ Ոչ թե որ ուղակի չգիտեմ ինչ, բայց զգում եմ, որ կանգնած ստեղը սուրբ է, կանգնած ստեղ այդ հողը, վայրը, տեղը, ժամը, ու ամենակարևորը, որ Սուրբ Հոգին ասում է, ես ուզում եմ քո հետ հարաբերվեմ։ Այս պարտեզի մեջ, օրվա զով ժամին, Ադամ, ամեն սիրելներ։ Մարկոս 1:35-ի մեջ մեր Տեր ուներ իր ընտրած ժամանակը, սիրելներ։ Տեր ուներ իր ընտրած ժամանակը։ Ասում է, վաղ առավոտյան լույսը դեռ չբացված, որ դեռ սաղ քնած են, սիրելներ, լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց, վայր գնաց առանձին եւ այնտեղ աղոթում էր։ Տեսեք, նա ուներ ընտրած ժամանակ, նա ուներ ընտրած տեղ աղոթքի համար, որտեվ դուրս էր գալի այդ զբաղվածությունից, լարվածությունից, մթնոլորտից դուրս էր գալի, սիրելիս։ Ղուկաս 5:16-ի մեջ խոսքը ասում է, իսկ նա ասում է հեռանում էր ամայի տեղեր եւ աղոթում, սիրելի եկեղեցի։ Նա գնում էր ամայի տեղեր եւ աղոթում էր, որտեվ նա էլ գիտեր, որ այս կյանքի հոգսը շատ մեծ է, նրա վրա կար բեռ, նա գիտեր իր առջևում է Գողգոթան, սիրելներ, ընդունում եք այդպես, թե չէ, սիրելի եկեղեցի։ Նա գիտեր, որ Գողգոթան իր առջևում է։ Ղուկաս 6:12-ի մեջ ասում է, այդ օրերին Հիսուսը լեռը բարձրացավ, մի օր էլ լեռն էր բարձրանում, անապատն էր գնում, առանձնանում էր, եւ ամբողջ գիշեր անցկացնելուց հետո ասում է, Աստծուն աղոթք արեց, եւ հետո գիտեք ինչ արեց, ընտրեց 12 առաքյալներին, եւ նա չսխալվեց, որ Հուդային էլ ընտրեց։ Լսեք, սիրելներ, ամեն ընտրություններից առաջ աղոթքը դարձրու առաջնահերթություն։ Ընտրիր ժամանակդ, ընտրիր վայրը աղոթքի։ Շատ կարևոր բան եմ ասում, ամեն այդ ընտրություններից առաջ։ Մենք շատերս գիտենք ինչ է, ընտրություններ ենք արել կյանքում, այդ ընտրությունները ձախողման են տարել, բայց շատ ժամանակ Աստծո գութը մեզ պահել է, սիրելներ։ Ասում ենք, վայ Տեր Աստված, ինչ լավ պրծանք։ Ու մենք էլ գիտենք, որ պետք չէր դա, ամեն սիրելներ։ Ընտրիր աղոթքի վայրը, սիրելիս։ Աբրահամը զոհասեղան շինեց եւ այնտեղ կանչեց Տիրոջ անունը, նա ուներ ընտրված տեղ։ 4 զոհասեղաններ, 4 տարբեր վայրեր, աղոթք, երկրպագություն, Աստծո կրակը։ Մովսեսը վկայության խորանն էր կանգնեցնում որտեղ, բանակից դուրս։ Ինչու բանակից դուրս, որտեղ բանակի ներսը աղաղակները, կյանքի ձայները, հոգսեր չեն թողում, որ նա կենտրոնանար։ Բայց նա բանակից դուրս իր վրանը բացեց Աստծո առաջ, առանձնացավ Աստծո հետ, բանակից դուրս, որ մոտենա Տիրոջը, եւ այնտեղ ասում է, խոսում էր Աստծո հետ, աղոթքը խոսալ Աստծո հետ։ Աղոթքը մի այնպես բան չի, որ Աստված մեկին տվել է, նրան չի տվել, բոլորիս է տվել։ Օրվա մեջ մենք բոլորս խոսում ենք, չէ՞, ո՞նց ենք իրար հետ խոսում։ Ամեն ձև խոսում ենք, ամեն ինչ անում ենք, ամեն մեկի հետ ոնց պետք է, ինչ պետք է, հենց գալիս աղոթքը ասում ենք, չգիտեմ ինչ ասեմ, խոսա։ Պատմի Տիրոջը ինչ բաներ կա սրտիդ մեջ։ Սիրելի քույրս, եղբայրս, Նաթանայելը աղոթում էր որտեղ, թզենու տակ։ Եվ Տերը ասեց, այսպիսի մարդ ես չեմ տեսել ամբողջ Իսրայել, նա ուներ իր ընտրված տեղը, վայրը, ժամը։ Եվ Տերը հանդիպեց Նաթանայելին, սիրելի քույրս, եղբայրս։ Պետրոսը բարձրացավ տանիքում էր աղոթում, ամեն մեկ ունեն իրենց տեղն ու վայրը աղոթքի համար։ Պողոսն ու Շիղան գնացին գետի ափը, լսեք ինչ ասում խոսքը, որտեղ սովորություն կար աղոթելու։ Աղոթքի կյանքը պետքա դառնա սովորություն, պետքա դառնա բնավորություն, պետքա դառնա մեր ամեն օրվա կենցաղը։ Դա դառնում է սովորություն։ Ես 1 ամիս է գնում եմ արդեն ֆիթնես, առավոտ 5-ին արթնանում եմ, որ իմ ամենաչսիրած բանն է եղել ֆիթնես գնալը, չեմ սիրել հեչ։ 1 ամիս գնում եմ, առավոտյան 5-ին արթնանում եմ, առաջի 2 օրը դժվար էր, երրորդը
Հիմա դարձել է 5-ին ուզում եմ գնամ, ավելի արտանում եմ, թարմանում եմ։ Երկրպագությունը միանգամից բացում եմ, միացնում եմ, քշելով ավտոն գնում եմ, հասնում եմ, միացնում եմ, լսում եմ, սկսում եմ վազել, Տեր, սկսում եմ, պարաբանում եմ քեզ։ Իմ հանդիպման վայրն է, տեղն է, ժամն է Տիրոջ հետ հանդիպելու։ Ու տեղից դուրս եմ գալի, մի հատ փուչուր լեռ կա, այդ լեռն եմ բարձրանում, ընդեղից գալիս եմ տուն սիրելիս։ Ընտրիր քո տեղը, քո ժամը, քո ձևը, եւ քո տեղի, ձևի մեջ Աստված կխոսա քո հետ, ամեն սիրելիս։ Բայց երբ որ աղոթում ես, պետք է աղոթես բարձրաձայն։ Բարձրաձայն չեմ ասում գոռալով։ Ուղղակի ձայնը մեջիցդ պետք է դուրս գա։ Երբ որ աղոթքդ առաջնահերթություն է կյանքիդ մեջ, ունես ժամն ու վայրը աղոթելու, այդտեղ պետք է ձայնը դուրս գա քո մեջից, սիրելիս։ Չես կարա մեջդ պահես։ Ասես, դե սրտերը քնող Աստված ամեն ինչ գիտի, նո, հրճակիր։ Աստված գիտի, բայց հրճակիր, թող դիվային աշխարհը լսի։ Թող լսեն, որ քո արարչին ոնց ես պաշտում։ Ոնց ես երկրպագում դու նրան, առավոտյան են ամենայն թանկ ժամը տալիս ես Տիրոջը, սիրելիս, փառքեր Հիսուսին։ Եբրայեցիների 5:7-ն ասում է Հիսուս, ով երկրային օրերի ուժգին աղաղակով, լսեք, աղաղակով ու արտասունքով աղոթք էր անում իր հորը։ Դու գիտեք, Հիսուսը աղաղակելով բարձր այսպես աղոթել է Տիրոջը իր երկրային օրերի մեջ։ Սիրելներ, երբ որ նա առանձնանում էր, գնում էր, նրանք գիտեին այդպես։ Գործք առաքելոց 4-ի մեջ ասում է նրանք այս լսելով ամբողջ եկեղեցին էր հավաքվել միատեղ, մեկտեղ ամբողջ եկեղեցին, ասում է միատեղ բոլորը հավաքվել էին, ասում է լսելով միաբան, ասում է իրենց ձայնն առ Աստված բարձրացրեցին, սիրելի եկեղեցի, խնդրում եմ, ձեր ձայնն առ Աստված բարձրացրեք կիրակի օրերը, պաշտամունքի ժամանակ մի ամաչեք, ազատ պաշտեք Աստծուն։ Տուր Տիրոջը քո ձայնը, թող լսելի լինի, սիրելիս, ամեն։ Եվ ասում է, երբ որ դա արեցին, Աստծո հոգին իջավ եւ ամբողջ այդ տունը շարժվեց, նորից Աստված շարժեց իր հոգով լցրեց ամբողջ տունը, փառքեր Հիսուսին։ Աղոթքը կարևոր է, սիրելներ, սիրելի մայրեր, սիրելի հայրեր, ծնողներ, փառքեր Հիսուսին։ Եկեք կառուցենք մեր աղոթքի զոհասեղանը, ամեն։ Ես մի ստատիստիկայի էի կարդում, այնքան սա վրես ազդեց կարդալուց։ Ասում է, որ ամեն ամուսնալուծություններ, որ լինում են, բաժանվում են կին ու ամուսին, յուրաքանչյուր 2 ամուսնալուծությունից մեկը ավարտվում է ամուսնություններից մեկը։ 2 հոգի հիմա աշխարհում ամուսնանում են, 2 հոգի, չէ, 2-ից մեկը բաժանվում է։ Աշխարհի ամուսնության 50%-ը բաժանվում է, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ մի այլ ստատիստիկա է ասում սրա վրա, բայց ասում է այն կինն ու ամուսինը, այն ընտանիքները, ովքեր որ աղոթում են, ստատիստիկան ցույց է տալի, որ 2000-ից մեկն է բաժանվում, որովհետև նրանք ունեն առաջնահերթություն աղոթքի համար, ժամ, տեղ։ Ոչ մեկս կատարյալ չենք։ Այսօր մայրերի տոնը այստեղ նշում ենք, բայց գիտեք, ինչքան կոտրված մայրեր կան, սիրելներ, այսօր եկեք կանգնենք ոտքի, ես առաջին ուզում եմ աղոթեմ այդ մայրերի համար, որ Աստված կառուցի մայրերի զոհասեղանը, սիրելներ։ Թող մենք երկրպագությունով գանք Տիրոջ առաջ եւ ասենք, Տեր Աստված, բարձրացնում եմ քեզ, Տեր Հիսուս, մեր կյանքը, մեր սիրտը տալիս են քեզ։